Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքի 47-ամյակի կապակցությամբ այցելել էր Աբովյան։ Քաղաքի փողոցներում տոնական տրամադրություն էր տիրում։ Աբովյանցիները տոնում էին իրենց սիրելի քաղաքի ծննդյան տոնը։ Տոնական միջոցառումների շարքը մեկնարկում է քաղաքապետարանին հարակից հրապարակի ամբողջությամբ վերանորոգված եղբայրության պուրակի բացման արարողությամբ։ Զբոսայգին ամբողջությամբ վերանորոգվել է, դարձել առավել գրավիչ աբովյանցիների համար։ Վերջիններս ոգևորությամբ էին շեշտում, որ քաղաքի Հոբելյանի կապակցությամբ սա սպասված նվեր էր։ Մենք ուրախ ենք եւ զգում ենք, որ քաղաքը տարի ավելի է բարգավաճում եւ զարգանում։ Շնորհավորում եմ բոլորին։ Շատ եմ սիրում Աբովյան քաղաքը։ Աբովյան քաղաքը երիտասարդ քաղաք է եւ քանի գնում օրորի գեղեցկանում է։ Մենք բոլորս ուրախ ենք այսօրվա համար, ժողովուրդը շատ գոհ են այդ կազմակերպությունից, հատկապես Գագիկ Ծառուկյանից։ Իմ կարծիքով մի քանի տարի հետո Աբովյանն ավելի շատ կզարգանա եւ ավելի կբարելավի Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպած հանդիսությունների շարքը շարունակվեց արդեն քաղաքային մարզադաշտում։ Այստեղ հոբելյանական միջոցառումը մեկտեղել էր քաղաքի բնակչության գրեթե կեսին։ Մանուկ ու մեծ եկել էին հարազատ քաղաքի ծննդյան տոնը միասին տոնելու։ Ահա այսպես միասնաբար քաղաքի Հոբելյանը տոնելու ավանդույթը արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանն իր շնորհավորական խոսքն ուղղեց աբովյանցիներին, շեշտեց, որ Աբովյան քաղաքի զարգացմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու, որոնց արդյունքում հնարավոր կլինի Բարգավաճ Աբովյան ունենալ։ Սիրելի հարգելի աբովյանցիներ, մենք այսօր բոլորս հավաքվել ենք այստեղ միասին տոնելու մեր քաղաքի տոն։ Եվ մենք պատրաստում ենք ամեն տարվա սկզբին, որ տարվա վերջին մեր քաղաքի օրվա կապակցությամբ կարողանանք մի լավ բան առաջացնել մեր քաղաքի համար, մեր ժողովրդի համար։ Տարին տարվա սկսած ասենք թե Աբովյանի գազաֆիկացումը, ստորգոցի կառուցումը, դպրոցի մանկապարտեզների կառուցումը, Երևանի քաղաքապարակը, քաղաքի մոդը, քաղաքի եկեղեցին, քաղաքի ջրի ոսորական միության ժամանակվանից մինչև այսօր 2 ժամ է ջուր եկել, բայց այսօր մինչև տարվա վերջ արդեն Աբովյանը կունենա մշտական ջուր։ Մյուս տարի պետք է կատարենք Աբովյան քաղաքի հիվանդանոցի բացումը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Սիրելի աբովյանցիներ, սիրելի ժողովուրդ, ես մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհավորել քաղաքի տոնի կապակցությամբ։ Ես եմ շնորհավորել ձեզ ցանկացած ձեզ բարձր տրամադրություն, լավ հիշողություններ, լավ տպավորությունների կապակցությամբ, բարձր տրամադրություն լինի, հույսով հավատով, որ տարի տարվա ավելի լավ է լինելու, որ մեր ժողովուրդը կարողանա բարեկեցիկ կյանքով ապրելու, որ նրանք դժվար բարեկեցիկ բարգավաճ ունի։ Շնորհակալություն, շնորհում եմ ձեր բոլորին։ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլույանն շնորհավորելով աբովյանցիներին տոնի կապակցությամբ նշեց, որ արվելու է ամեն ինչ քաղաքի շարունակական զարգացումն ու բարգավաճումը ապահովելու համար։ Ուզում եմ ողջունել եւ շնորհավորել իմ համաքաղաքացիներին Աբովյանի 47-ամյակի կապակցությամբ, մաղթել բոլորին առողջություն, երջանկություն։ Ոչ միայն ես, այլ բոլորս պետք է գնահատենք մեր քաղաքի պատմական անցյալը եւ կառուցենք նորը։ Տոնական միջոցառումը շարունակվեց մինչ ուշ երեկո։ Աբովյանի հիմնադրման 47-ամյակին նվիրված միջոցառումը եզրափակվեց շքեղ հրավառությամբ։